Բարև ձեզ, ինչպես արդեն տեղեկացել եք մեր հաղորդագրությունից, այսօր Գյումրիում հերթական արտագնան նիստի շրջանակում գտնվում է նախախորհրդարանի կազմը և մամուլի ասուլիսի թեման, որ մենք ընտրել ենք այսօր, առնչվելու է համակարգափոխությանը և նոր որակի պետության ստեղծման համապարփակ ծրագրային առաջարկի։ Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ այսօր Գյումրիում նախատեսված է մուլտիմեդիա կոմիտասի տեսահոլովակի ներկայացումը Տիրամայր արհեստի դպրոցում, որի հեղինակն է պարոն Չուկազյանը։ Ես կարճ ներկայացնեմ մեր բանախոսներին Ժիրայր Սեֆելյանը, Սարդարապատ շրջան համակարգող և նախախորհրդարանի քարտուղարության անդամ, ինչպես նաև Շուշի առանձնագի գումարտակի հրամանատար, Գարեգին Չուկազյանը, նախախորհրդարանի համակարգող և սիստեմային վերլուծաբան, Սյուզաննա Սիմոնյանը, թարգմանչուհի և խմբագիր, և Եղիան Ներսիսյան, Սյուզաննան համակարգողի օգնականն է, տեղակալն է նախախորհրդարան, և Եղիան Ներսիսյանը նախախորհրդարանի անդամ, բնապահպան ակտիվիստ, մասնագիտությամբ լուսանկարիչ և համարձակ մարդ։ Ես ինքս Պապկեն Մկրտչյան, նախախորհրդարանի անդամ, կառավարման խորհրդատու։ Այսքանը ակնկալում ենք այդ շրջանակում հետաքրքիր քննարկում, ձեր հարցերը, որքան կարող եք այսպես համարձակ հարցեր, տեղին հարցեր, իրոք վիճակը երկրում համակարգափոխության առումով ճգնաժամային է, օրասական է և շատ արագ պետք է անցնենք համապատասխան գործողությունների նույն համակարգափոխության առումով և նոր որակի պետության ստեղծման առումով։ Շնորհակալություն, խնդրեմ։ Հավանաբար պարոն Շուկազյանը կսկսի։ Ես փոքրիկ ներածություն անեմ, եթե հիշում եք, մենք փետրվարին էր վերջի անգամ հանդիպեցինք Գյումրիում, մեր հերթական արտագնանիստն ենք անում այսօր նորից Գյումրիում և սա պարբերականություն է, որը մենք պահպանելու ենք, այսինքն նախախորհրդարանի նիստերը օրինակ անցյալ շաբաթ Վանաձորում էին և մտադիր ենք նաև ուրիշ շրջաններում անցկացնել, ուրեմն եթե փորձենք ետահայաց դիտել, թե ինչ տեղի ունեցավ 2 ամսվա ընթացքում, բնականաբար այս շրջանը հետընտրական շատ ենք կարևորում, նախախորհրդարանը, որը առաջացել էր դեռևս անցյալ տարվա վերջերին, աշնանը, և իր առջև հստակ նպատակ էր դրել նոր որակի պետության ստեղծման քաղաքական գործընթացի սկիզբը, և դրա տակ մենք հասկանում ենք ազգային նպատակներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգի ստեղծումը Հայաստանում, բնականաբար անտարբեր չէր կարող դիտել այն ընդվզումը ժողովրդական, որը տեղի ունեցավ հերթական անգամ, հերթական չընտրություններից հետո և մենք մեր բոլոր հայտարարություններով և գործողություններով մասնակցել ենք և եղել ենք ժողովրդի կողքին այս շրջանում, գիտակցելով հանդերձ, որ մենք հերթական չընտրությունից հետո հայտնվելու ենք քաղաքական փակուղու մեջ և դա նկատի ունենալով և կանխատեսելով նախախորհրդարանը դեռևս անցյալ տարվա վերջին իր հստակ առաջարկներն էր արել, թե իրեն ինչպիսի այլընտրանքային ճանապարհային քարտեզ է տեսնում ներկա քաղաքական փակուղուց Հայաստանում դուրս գալու համար, իհարկե ներկա այդ իրավիճակը հաշվի առնելով մենք որոշակի փոփոխությունների ենթարկեցինք այդ փաստաթուղթը, դա դոգմա չէր և պետք է բնականաբար համապատասխանեցվեր ներկա քաղաքական իրավիճակին և մեր առաջարկությունը ազատության հրապարակում հրապարակեցինք և գրավոր ներկայացրեցինք Ռաֆֆի Հովհաննիսյանին, որից որոշ ուրեմն արտահայտություններ, հատվածներ դուք պարբերաբար լսել եք իր ելույթներում և հիմա էլ որոշ ուրեմն մտածողության որոշ տարրեր արտահայտվել են իր ներկայիս առաջարկված գործողությունների ծրագրում։ Սակայն այն պատկերացումը, որ մենք ունենք այս քաղաքական փակուղուց դուրս գալու համար, շատ հստակորեն
տարբերվում է եւ այն ձևաչափը համագործակցության, որը մենք ենթադրում ենք, որ պիտի տեղի ունենար այս 2 ամսվա ընթացքում եւ այն ձևաչափը, որով մենք աշխատում ենք, հստակորեն մենք արտահայտեցինք մեր վերջի հայտարարության մեջ, որ ապրիլի 9-ից հետո մենք ոչ թե դադարեցնում ենք մեր համագործակցությունը, այլ մենք նոր ձևաչափ ենք ենթադրում հարաբերությունների եւ մենք շարունակելու ենք մեր այն ընթացքը, որը սկսել էինք անցյալ տարի եւ մայիս ամսին Երևանում լինելու է հանրահավաք, որտեղ արդեն այս անգամ մենք որպես ուրեմն Սարդարաբադ շարժում եւ նախախորհրդան ինքներս ենք հրավիրում այդ հանրահավաքը եւ ներկայացնելու ենք ավելի ընդգրկուն կերպով, թե մենք ինչպես ենք պատկերացնում ներկա քաղաքական իրավիճակը։ Այս փոքրիկ ներածությունից հետո ես խնդրեմ ձեր հարցերը կարող եք տալ։ Եվ ասենք, եթե համառոտ ներկայացնելու ինչպես է պատկերացնում Հայաստանի ծրագիրը, ինչ կասեք, ինչ է ենթադրում այն։ Այս ամենի ելքը որն է, ինչ է խոսքը։ Ուրեմն մենք, ինչպես ասել ենք բազմիցս, կարծում ենք, որ ներկա կառավարման համակարգը Հայաստանում դատապարտված է, ինքը կտրելով իր կապը, հետադարձ կապը ժողովրդի հետ, ինքն իրեն դատապարտել է քայքայման եւ այդ քայքայումը չնայած արտաքուստ թվում է թե իրենք ավելի ու ավելի են կենտրոնացնում իշխանությունը իրենց ձեռքում, սակայն իրականում կտրվելով իշխանության աղբյուրից, որը ժողովուրդն է, իրենք դատապարտում են իրենց ուրեմն մոտալուտ քայքայման։ Սա մի կողմից թվում է թե ուրեմն ինքն իրեն պիտի բերի ուրեմն նորի ստեղծման, բայց մենք այդպես չենք կարծում եւ կարծում ենք, որ դա վտանգավոր է երկրի համար, որովհետեւ հղի է անկանխատեսելի հետևանքներով, երբ որ ասենք մենք տեսել ենք նման զարգացումներ Կիրգիզիայում օրինակ, երբ որ այնքան էր կապը կտրվել գործող իշխանության եւ ժողովրդի միջեւ, որ դա բերեց ուրեմն պայթյունի։ Մեր նման տարածաշրջանում գտնվող երկրի համար նման շռայլությունը անթույլատրելի է, մյուս կողմից անթույլատրելի է ուրեմն այն վիճակը, որը այսօր գոյություն ունի, երբ որ հուսահատության եւ արտագաղթի եւ տնտեսական այն իրավիճակը, որը ստեղծված է երկրում, մշակութային բարոյազրկման այդ ընդհանուր մթնոլորտը, բնականաբար մենք կարծում ենք, որ լուծումը նրա մեջ է, որ արագ ստեղծվի զուգահեռ իշխանություն, որը ապօրինի է իշխանությունը, որը կա, դրա զուգահեռ հնարավորություն կստեղծի, որպեսզի ժողովուրդը իսկապես ընտրություն ունենա, ինքը իր գործողություններով եւ մասնակցությամբ ապահովի այդ երկրորդ բևեռի ամրացումը, մինչև առաջի բևեռը լրիվ կազմաքանդվի։ Այդ իմաստով իրավիճակը որոշ առումով նման է 80-ական թվականների վերջի իրավիճակին, երբ որ Հայաստանում ստեղծվեց զուգահեռ բևեռ Արցախյան շարժման ժամանակ եւ ժողովուրդը անցնցում իշխանափոխություն կատարեց որոշ ժամանակ հետո։ Մենք կարծում ենք, որ որոշ նմանություններ այդ process-ի հետ կլինի, բայց սա միայն, այսպես ասած, որոշ նմանությունների մասին է։ Շատ առումներով մենք նոր իրավիճակ ունենք, այն ժամանակ գիտեք, որ ոչ ինտերնետ կար, ոչ ինքնակազմակերպման այն ձևերը կային, որոնք այն ժամանակ էին գործում, միայն հրապարակներ գործում, հրապարակային միտինգների միջոցով էր ամեն ինչ արվում, մենք կարծում ենք, որ այստեղ բազմազան միջոցների կիրառում է լինելու եւ նախախորհրդարանը, ինչպես ասեցի, մայիսին շատ ավելի մանրամասն սրան կանդրադառնա։ Ով կլինի զուգահեռ իշխանություն ստեղծող, որևէ Ռաֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը, թե ինքնաբուխ ինչ-որ բան կլինի առանց ղեկավարի։ Տեսեք, նորից վերադառնալով 88 թվականին, մենք ունենք 88 թվականի թե դրական, թե բացասական փորձը։ Այն ժամանակ ժողովրդին ինքնակազմակերպման ճանապարհով հնարավոր եղավ այնքան կազմակերպվել, որ ուրեմն հասնել են նպատակին, որը դրված է շարժման առաջ Արցախի ազատագրմանը։ Մեծ զոհերի թվով կամավորների սկսված այդ շարժումը ի վերջո հաղթական ավարտի հասավ։ Սակայն հիմնական դասը, որ մենք պետք է առնենք այդ ժամանակներից եւ որով մենք պիտի տարբերվենք, դա տեսլականի ներկայությունն է պետական, անկախ պետականության։ 80-ական թվականների վերջին մենք հնդածը ստացանք անկախություն, չունենալով որևիցե նախագիծ, ազգային անկախ պետականության նախագիծ։ 25 տարվա մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ
հայ ժողովուրդը հասունացել է այն գիտակցության, որ այդ նախագիծ, այդ տեսլականը անհրաժեշտ է, առանց որոշակի պատկերացումների սկսել նման գործընթաց, ինչպես 25 տարի առաջ սկսվեց, հղի է նույն տիպի սխալներով, որը մենք ունեցանք եւ ողբերգական սխալներ էին, որովհետեւ շինարարական նախագիծ չունենալով, երբ որ շին հրապարակ ես մտնում եւ այն ժառանգությունը, որը խորհրդային Հայաստանը ուրեմն փոխանցեց անկախ Հայաստանին, հանգեցրեց նրան, որ շին հրապարակը վերածվեց ալան-թալանի վայրի եւ ոչ մի վերահսկողություն չկար շինարարության նկատմամբ։ Եվ քանի որ չկար այդ նախագիծը, որով դու վերահսկեիր, ասեիր, հիմա սարքվեց առաջի հարկը, հիմա երկրորդ հարկն ենք սարքում կամ շինարարություն երբ պիտի ինչ-որ մի էտապի հասնի, այդ ամբողջը բացակայում էր։ Այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր շարժման այս փուլում, նկատելի է, որ նորից կա շարժում առանց ծրագրի, առանց տեսլականի, այդ նոր Հայաստանի, իսկ ըստ մեզ այդ տեսլականի ներկայությունը անհրաժեշտ պայման է, որովհետեւ մենք չկրկնենք այն սխալները, որ եղավ 88 թվականին եւ հերթական խումբը չգա իշխանության, ուղղակի վերևից այսպես թելադրելով իր կամքը եւ առանց որևիցե վերահսկողության ներքևից։ Այդ իմաստով մենք կարծում ենք, որ մեր պատկերացումները տեսլականի վերաբերյալ հետեւյալն է, որ ներկայումս մենք ունենք նոր գաղութատիրական իրավիճակ Հայաստանում, սա միայն Հայաստանին չի հատուկ, սա երբեմն ուրիշ բառեր են օգտագործվում, յետ գաղութատիրական իրավիճակ եւ այլն, տարբեր ձևերով կարելի է կոչել, շատ առումներով իհարկե այդտեղ վիճելու եւ ճշտելու հարցեր կան, բայց հիմնական գծերով մենք ունենք այսպիսի ուրեմն իրավիճակ, երբ որ Հայաստանում ընդամենը ադմինիստրացիա է գործում, որը սպասարկում է արտաքին շահերը եւ իր սեփական շահերը եւ սեփական ժողովրդի շահերը չի սպասարկում։ Եվ այն մեխանիզմը, որը բացակայում է Հայաստանում, սեփական ժողովրդի շահերը թարգմանող մեխանիզմն է, որը պիտի լինի իշխանությանը ուրեմն սեփական շահերով ստիպել առաջնորդվել։ Սա է հիմնական ախտորոշումը։ Հովհաննիսյանը խոսում է ինքն հրաժարումից իշխանությունների երեքի ելույթի մեջ նման բան լսեցի։ Արդյոք հրաժարական կդա, մի քիչ ռոմանտիկ պատկերացում չի։ Ուրեմն մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ դիկտատորներին հեռացիր ասելով նրանք չեն հեռանա։ Նախագահի աթոռը զավթած մարդկանց նույնանման կոչով թիմելով որևէ արդյունքի չես հասնի եւ շատ լավ գիտակցում ենք, որ այն մարդը, որը զավթել է աթոռը եւ ինքը այդ աթոռին չի հայտնվել ընտրությունների միջոցով, բնականաբար նաեւ ընտրությունների միջոցով չէ որ պիտի հեռանա։ Մենք այս ռեժիմի օրոք ընտրություններին մասնակցելու կամ ընտրությունների վրա հույս դնելու հետ կապված մեր կարծիքը բազմիցս հայտնել ենք, մեր ժողովրդին հորդորելով, քաղաքական ուժերին հորդորելով, որ անիմաստ է ամբողջին մասնակցելը, սակայն դժբախտաբար այդպես էլ այդ ուժերը չեն լսել մեզ եւ խնդրեմ Փետրվար 18-ին հերթական անգամ ապացուցվեց, որ այդ ամբողջը անիմաստ էր եւ ապրիլի 9-ին ինչ տեղի ունեցավ ամենավատը, այսինքն հերթական անգամ մեր ժողովուրդը պատրաստ էր ապստամբելու եւ այդ իր էներգիան ուղղորդելու դեպի մի ճիշտ ուղի, որի արդյունքում մենք պատկերացնում ենք ոչ միայն իշխանափոխություն, այլ նաեւ առաջին հերթին համագարկափոխություն։ Ապրիլի 9-ից հետո մեր համար Հայաստանում ստեղծված է մի այլ իրավիճակ։ Եթե մինչև ապրիլի 9-ը մենք նախախորհրդանի շրջանակներում մեր ռազմավարական ծրագրի հետ կապված ունեինք որոշ պատկերացում քայլերի հաջորդականության եւ ինչ որ ժամանակակրական ընթացքի մեջ, այժմ մենք հասկանում ենք, որ այլևս մեր քայլերը մենք պետք է արագացնենք։ Բոլորս տեսնում ենք Հայաստանը ինչպիսի վիճակի մեջ է, հերթական վերարտադրումը, օկուպացիոն ռեժիմի, հերթական վերանշանակումը գործող ադմինիստրացիայի այս դեպքում Տիգրան Սարգսյանի
գլխավորությամբ, հա, եւ այդ վերարտադրումը տեղի է ունենում ամենայն ցինիկությամբ այն վարչապետ կոչեցյալը, որի դարիների ընթացքում երևի արտակախտը մեր երկրում այդպիսի նախադեպ չի ունեցել եւ դժբախտաբար այդ միտումը գնալով խորանում է այս բոլորը տեսնելով մենք այլևս նույն տեմպերով չենք կարող շարունակել բնականաբար մենք մեր քայլերը արագացնելու ենք եւ այդ է պատճառը որ քիչ առաջ բարոն Չուկազյանը հիշատակեց որ մայիս ամսվա մեջ մենք ունենալու ենք հանրահավաք օպերայի հրապարակում եւ ինչու՞ չէ նաեւ հավանաբար շրջաններում կլինեն եւ տալիջային հավաքներ եւ ինչու՞ չէ նաեւ միտինգներ եւ սակայն մեր հավաքների նպատակը գլխավորապես միտվելու են ինքնագազմագերբման նպատակով Ես կուզեի որ իրավիճակի լրջությունը մի անգամ եւս մենք գիտակցելու համար փորձենք հիշել վերջի կատարված ամենա այսպես ասած մեծ հարվածներից մեկը մեր երկրի ինքնիշխանության մենք բոլորս գիտենք որ 91-ին առ այսօր կամ մանավանդ պատերազմը ավարտելուց հետո օրորի մենք մեր երկրում այսպես ասած գործող իշխանությունները իրենց գործունեության ապիկար գործունեության արդյունքում օրորի մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը եւ դա մինչ օրս շարունակվում է վերջի ապացույցը որ այս ռեժիմները ինչ որ իշխել են այս 18-20 տարիների ընթացքում որոնք խնդիր են դրել ըստ էության վերացնել մեր ինքնիշխանությունը վերջի ապացույցը կարող են օրինակ բերել ավիացիայում ինչ տեղի ունեցավ, հա, շաբաթներ առաջ այն դեպքում որ մենք մի երկիր ենք որի այրապորտը ավելի շատ նման է որպես մեր միակ նավահանգիստը ունի ռազմավարական մեծ նշանակություն այս ադմինիստրացիան արդեն կարծես որոշել է լուծարել այդ պոտենցիալը որ մենք ժառանգել ենք նաև Սովետական Հայաստանից այդ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող պոտենցիալը խոսքը եւ վերաբերում է օտաչուներին եւ վերաբերում է ինչնավ սպասարկող մասնակիցներին որոնց այսօր ոչ միայն գործազրկություն է սպասվում այլ նաեւ երկիրը լքում է սպասում այսինքն պատկերացրեք աբակայում մեր երկրում չի լինելու ոչ միայն pedagogan չի լինելու այդ այսպես ասած միավորը, այլ նաև ընդհանրապես հայկական որևէ ընկերություն չի լինելու այդ գործը կատարողը, պիտի ամբողջությամբ հանձնվի օդարին։ Ու պատկերացրեք այդ միակ նավահանգիստը մենք հանձնում ենք հերթական անգամ օդարին։ Կուզեմ ասել ռազմավարական նշանակություն ունեցող հերթական հենասյունը խլվում է մեր ցերից, այսինքն մեր ինքնիշխանությունը մենք օր-օրի գործնում ենք։ Սա մենք գիտակցում ենք։ Մենք համոզված ենք, որ այս գիտակցությամբ չէ որ բոլոր այսպես ասած քաղաքական դաշտում գործող ուժերը գիտակցությամբ չէ որ մոդելնում են։ Այսինքն մենք բազմիցս ասել ենք, այսօր էլ ասում ենք, իրավիճակը սարդարաբադային է։ Ուստի լուծումը դասական իմաստով չէ որ պիտի գտնվի։ Մենք մինչ օրս ավելի շատ եղել ենք հորդորողի թերում, սակայն ապրիլի 9-ից հետո արդեն մենք վերջնականապես համոզված ենք, որ այլևս մենք անիմաստ է մեր բոլոր հույսերը դնել այս կամ այն գործի վրա, մենք գնալու ենք մեր ընթացքով եւ միաժամանակ հույսեր պայպայելով գործակցելու այս կամ այն առողջ անհատի կամ ուժերի հետ։ Այսպես։ Որ քաղաքական ընդդիմադիր որ քաղաքական ուժերի հետ եք տեսնում նախաձեռն ասած համագործակցության եզրեր, Գիտեք, մեր ընթացքը ընդունող, աջակցող, բոլոր ուժերին մենք պատրաստ ենք, այսպես ասած, ընդունել իրենց աջակցությունը, այստեղ անդրադառնական կլինի որևէ ուժ ասի, որ մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու, մենք չընդունենք դա։ Պարսեֆիլը նավել է որևէ վերլուծություն, թե այս ծրագիրը ինչպիսի արդյունավետություն կունենա, որովհետև օրինակ հենց ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի ուժ կիրառելու եւ այլն, հանդարտ քայլերով առաջ շարժվել կհաջողվի արդյունավետություն կլինի այստեղ։ Գիտեք ինչ, քիչ առաջ խոսվեց այս գեղեցկող համագարքի զուգահեռ ստեղծելու, ձևավորելու, գամած ձևավորելու մեր պատկերացրած կառավարման համագարկը։ Այս իշխանությունների պարագայում որքանով դա կհաջողվի։ Ուրեմն մեր համոզմամբ այս
այսօրվա իշխող բուրգը, կառավարման բուրգը, անկախ մենք դա կփորձենք սասանել թե ոչ, նա ինքնապլուզման ընթացքի մեջ է։ Այսինքն մենք այսօր խնդիր ունենք միջև նրա բլուզումը նորի ստեղծմանը, եւ եթե մենք չենք ստեղծելու միջև նրա բլուզումը, ապա մնալու ենք փլատակների տակ։ Իսկ փլատակների տակ նշանակում է մեր pedagogical կորուստ հիմնավոր կորուստի մասին է խոսքը։ Սա գիտակցելով է, որ մենք ընտրել ենք այլընտրանքային ճանապարհ, ընտրել ենք մի ուղի, որը գործող սահմանության օրենքի շրջանակներում գտելա ծևերը ինչպիսին է ձևավորելու թատական, օրենսդիր, գործադիր, իր բոլոր այսպես ասած տրամաբանական գործառույթներով այդ մեր պատկերացած համագարկի ձևավորումը օրեօր այդ ամբողջին դալ միսու արին։ Ուրեմն այս ընթացքում մենք չենք կասկածում, որ օրեօր մենք զորանալու ենք, ուժ ենք հավաքելու, իսկ հակառակորդի բուրգը թուլանալու է եւ ուժ գործնելու է։ Կգա մի ժամանակ, կգա մի բահ եւ գնդրվի այդ բահը այս ռեժիմին ստիպելու հերացումը, ստիպելու, ոչ թե խնդրում ենք, բաց օրդորում ենք հերացումը, ստիպել, այսինքն ովքեր են ստիպել, ժողովուրդը իրավունք ունի ստիպելու։ Եվ երբ որ բանջող կողմը արդեն բավական, այսպես ասած, ուժեղ թիրքերում է հասել, գլխավորապես իր ուժը մեր ժողովուրդն է լինելու, հակառակորդի դիմադրությունը հավանականությունը շատ քչանում է եւ նաեւ այստեղ է մեր անցնցում փիլիսոփայության դարը գտնվում բադահական չէ որ նաեւ մենք այսպիսի ճանապարհ ենք ընտրել որտեղ մենք շատ լավ գիտակցում ենք իրավունք չունենք փոփոխությունների գնալ ցնցումներով հնարավոր է բայց մենք իրավունք չունենք մեր երկրին վնասելու այս դեպքում ավելի շատ մտահոգ ենք քան հակառակորդ կողմը Կուզեմ ասել գկա ժամանակը եւ ժողովուրդը կբարդատրի այս ռեժիմի հերացումը սակայն այդ բարդատրումը կլինի միայն այն դեպքում երբ որ բարձը ինչը ինչով ենք փոխարինում մինչեւ բարձ չդառնա ինչով ենք փոխարինելու մենք անիմաստ ենք գտնում մեր ժողովրդին որևէ զողության հայտ ներկայացում այսպես Ինչքան ժամանակ կպահանջի մեզ մինչև նոր կառավարության ձևավորումը, նոր իշխանությունների ձևավորումը։ Ամենայն դեպս դա չի տևի մինչև հաջորդ նախագահական ընտրությունները։ Ձևավորումը շատ ավելի կարճ։ Այո։ Ես կուզեի ուղղակի ավելացնել, որ երբ որ խոսում ենք փլատակների տակ մնալու այդ հեռանկարի մասին, նույն օրինակը դրա շարունակեմ։ Պատկերացրեք, եթե հանկարծ որևիցե այսպես պատերազմական կամ կիսապատերազմական վիճակ ստեղծվի Հայաստանում կամ Հայաստանի շուրջ, ուրեմն որևիցե օտարերկրյա օդանավային ընկերություն Հայաստան ուղղակի չի թռնելու։ Դադարելու են բոլոր թռիչքները Հայաստան։ Եվ մենք մեզ փաստորեն մեր կառավարման համակարգը դատապարտում է սարսափելի կախվածության նման պարագայ, որը մեր նման երկրի համար շատ սովորական կարող է լինել։ Եվ այդ դեպքում դու չես ունենում մի որևիցե ընկերություն, որը կարող է արտաքին աշխարհի հետ ինքնուրույնաբար տեղական պահանջների թելադրանքով կամ շատ մեծ գնով դա պետք է կատարվի, կամ պիտի թելադրանքի ենթարկվես քաղաքական, որը քեզ կթելադրեն ուղակի, դու ինչ անես։ Դու ինքդ քեզ փաստորեն զրկում ես ինքնիշխանությունից եւ մնում ես փլատակների տակ, քո պետականության փլատակների տակ։ Սա այս գիտակցությունն է, որ մեզ ստիպում է հասկանալ, որ զուգահեռաբար եւ շատ շատերին, որոնք աչք ունեն, ականջ ունեն, մտածելու կարողություն ունեն, հասկացնել է տալիս, որ պետք է այլևս չսպասել եւ անմիջապես անցնել հենց հիմա գործողությունների։ Գործողություններ չեն ենթարկում քարը վերցնել գնալ Բաղրամյան 26։ Գործողությունները ինքնակազմակերպում են ենթարկում, կարգի նոր կարգի տարերի ապահովումն են ենթադրում, որը վերաբերվում է թե անարդարության խնդիրների լուծմանը, թե ուրեմն ընդհանուր պատկերացումներին, թե ինչ տիպի օրենսդրական համակարգ պիտի լինի Հայաստանում եւ այլն։ Այս աշխատանքը առայժմ արվում է կամավորապես այն մարդկանց կողմից, ովքեր գիտակցում են վտանգը։ Բայց մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի իմաստությունը այնքան շատ է, որ այն բնազդը, որը մենք տեսանք, սա բնազդն էր։ Այդ բնազդը պիտի ուղեկցվի անդրադարձով, գիտակցականությամբ եւ ինքնակազմակերպմամբ։ Այդ աշխատանքը որևիցե ուժ պիտի ձեռնարկի եւ մենք տեսնում ենք, որ բոլոր այն ուժերը, որոնք կաջակցեն դրան, բաց ենք, որպեսզի համագործակցենք
եւ միաժամանակ ստեղծենք այդ ինքնակազմակերպված ուժը Հայաստանում։ Իսկ ժողովրդի համախմբում հնարավոր կլինի իրականում։ Ինձ հետո կարծես թե արդեն կա այդ հիասթափությունը։ Գիտեք ինչ, համախմբումը ենթադրում է որոշակի նպատակ, չէ՞։ Ուրեմն այդ նպատակը պիտի լինի, որ համախմբում լինի։ Մենք ակնկալում էինք այդ համախմբումը կլիներ յետընտրական այդ գործընթացների ընթացքում, դժբախտաբար նորից ենք ասում, որ մեր առաջարկները, որ մենք արեցինք, անտեսվեցին։ Հիմա եթե նորից մեր առաջարկին կմիանան կամ կքննադատեն ուրիշ առաջարկ կանեն, մենք պատրաստ ենք քննարկել այդ բոլորը։ Առայժմ ուրիշ առաջարկ չկա բացի այն առաջարկից, որը մենք արել ենք։ Եվ սա ոչ թե ենթադրում է հախուռն մոտեցում, այլ ենթադրում է փուլ առ փուլ, հստակ, բայց նաև անմիջապես աշխատանք, ոչ թե հետաձգում այդ ուրեմն նոր որակի պետությունը պիտի դեռ առաջանա, այլ գործընթացի մեջ մենք կարող ենք լինել հենց այսօր։ Ովքեր որ մասնակցում են, պիտի իրենք զգան հենց այսօր բավարարումը, որ իրենք տեսնում են մի իմաստալից գործընթաց, որին իրենք մասնակցում են։ Սա է, որը պակասում էր, ես կարծում եմ, ամբողջ հետընտրական գործընթացի ընթացքում։ Պարոն Շուկազյան, մի բացված նաև որ Ալբանյանը հենց այդ ուղղությամբ էլ փորձում է տանել պայքարը կամ շարժումը։ Վերային կառավարության իշխանությունների անուններում ցանկ հրապարակվեց եւ այնուամենայնիվ սա ինչ կտա, ինչ լիազորություն կունենան այդ նոր իշխանությունները։ Մենք նույնպես հույս ունեինք, որ այդ ուրեմն ուղղությունը պիտի որոշակիորեն սկսվեր մինչև ապրիլի 9-ը, փաստորեն ապրիլի 9-ը վերջի ժամկետները, երբ որ մենք անկալում էինք նման գործընթացի սկիզբ, առայժմ դժբախտաբար հայտարարությունների ցանկով որևիցե բան մենք չենք տեսել։ Իսկ ինչ կտա, ես հենց այդ էի փորձում իմ նախորդ պատասխաններով ասել, թե դա ինչ կտա, դա կտա իսկական ընտրություն, այսինքն մենք երբ որ խոսում ենք ընտրությունների մասին, մենք խոսում ենք այն մասին, որ պիտի ստեղծվի նոր ընտրական մեխանիզմ Հայաստանում, որը կլինի թափանցիկ, այսինքն ժողովուրդ պիտի հնարավորություն ունենա հանրաքվե անելու եւ կախված չլինի իր հանրաքվեի արդյունքները կազինոյից, որտեղ ամեն արդյունք արդեն հայտնի է։ Դու գիտես, որ պարտված ես դուրս գալու։ Սա այն հիմնական տարբերությունն է, որը մենք առաջարկում ենք այսպես ուշադրություն դարձնել եւ առաջի փուլում հենց ստեղծել նման մարմիններ։ Նախագահ Սերժ Սարգսյանը շատ քննադատում են վարչապետին վերահաստատելու համար, այդուհանդերձ ինքը վերահաստատել։ Ձեր կարծիքով ի՞նչն է կապում այս երկուսին, որ չի հրաժարվում նման կարգի վարչապետից։ Ինչպես քիչ առաջ ասեցինք, այսինչ կատարվել է այն քայլերը, որոնք մեծ հարվածներ են հասցրել մեր երկրին ներս, այդ քայլերը բոլորը բադահական չեն։ Այսինքն այդ ադմինիստրացիան, որ իշխում է մեր երկիրը, նրանք հաշվետու են ոչ թե մեր ժողովրդին, այլ իրենց տերերին։ Եվ այս իմաստով դերերի բանը, դերերի ընդհանրության իմաստով այստեղ իրենց ունեն կապեր եւ Սարգսյանները այս դեպքում էլի Դիքրան եւ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը։ Բնականաբար այս մարդիկ իրենց ծառայությունը մատուցելով իրենց դերերին, դերերը շարունակում են նրանց փայփայելով պահպանել այս պաշտոններին։ Եվ հույսեր տնել, որ որևէ ժամանակ այդ փոփոխությունը կարող է լինի այդ դերերի կողմից, ես կարծում եմ, որ դա միամտություն է։ Փոփոխության հույսը մենք դնում ենք մեր վրա, մեր ժողովրդի վրա, եւ ես փորձեմ նաեւ պատասխանել Հերմինեյան հարցին, որ մեզ նորից կհաջողվի ժողովրդի մոբիլիզացնել։ Մենք համոզված ենք, որ մեզ կհաջողվի, եւ այս անգամ գլխավոր մոբիլիզացնող հանգամանքը չի լինելու ինչ որ առաջնորդ, այլ լինելու առաջնորդող խումբ։ Այդ խումբի որակական հատկությունները լինելը շատ կարևոր է։ Այդ հատկություններից է կախված մեր ժողովուրդը այդ խումբին ընդունելի է թե չէ։ Առաջնորդող խումբ տարբեր իմաստներով եւ process-ի անվտանգությունը պահպանելու իմաստով եւ ամենայն պատասխանատու այդ գործը չի կարելի որևէ մի անհատի վստահել, հա։ Եվ այսօրվանից իսկ այդ կոլեգիալ որոշումների գիրառումը այսօր ինչպես ասվեց հիմա պիտի լինի դա փոփոխությունը հիմա պիտի լինի այլ ոչ թե դառնանք իշխանությունը վերցնենք հետո կսկսենք փոփոխությունը ոչ այսօրվանից պիտի սովորենք կոլեգիալ որոշումների կուլտուրան հա մշակույթը յուրացնելու մենք համոզված ենք որ հայ ժողովրդի արքանտը չի չորացել արիթից օգտվելով մենք մեր ժողովրդին հուսադրում ենք ասելով որ ապրիլի 9-ով ոչ սկսվել է ոչ էլ վերջացել ամեն ինչ մենք կանք մեր նմանները կան
եւ համոզված լինելով որ մենք մեզ հաջողվելու է այդ համախումբը իրականացնել, մենք հասնելու ենք արդյունքի։ Բարձրապես վիճակը մեր ժողովուրդը մեզ ստիպեց շատ շուտ այլևս մենք պետք է ծծվենք։ Դա է պատճառը, որ մեզ այլևս շուտ կտեսնեք եւ Գյումրիում եւ Հայաստանի տարբեր հրապարակներում։ Գիշեր հերթական մահն է գրանցվել Լեռնային մարտահայտում Չայգեստավի ինքնասպանության գործած հերթակազմի, որին քիչ առաջ տեղափոխվել են Երևան, հիմա դիահերձում են ահագին դժվարություններ են եղել նաև լրագրողներին այնտեղ աշխատելու համար, ստիպում արգելել էին տեսանկարահանելը, ակցիայի մասնակիցների հետ սպասում էր եղել։ Երեք չառաջորը նաև Սերժ Սարգսյանը առաջարկեց, որպեսզի Սերան Օհանյանը նորից պաշտոնավարի, հույս հայտնեց, որ հնարավորության դեպքում թողնելու է նախարարի։ Ձեր գնահատականները։ Կարճ կասեմ, մեզ չի հաջողվել ստեղծել մեր պատկերացված բանակը։ Ոչ միայն այսօր, դարիներ շարունակ բանակեններ ինչ փառքեր որ իշխում են, դա մեր պատկերացրած, հայերի պատկերացրած փառքերը չեն։ Բանակը շատ ավելի նման է դարել գաղութի, քան բանակի, եւ ովքեր որ կառավարում են, քաղաքական եւ ռազմական ղեկավարություն, որ գոյություն ունի այսօր, նրանց վեճի չի, թե քանի երիտասարդի կյանք կարող է հատվել կամ չհատվել։ Իրենք գդրված են ամեն ինչից։ Խղճի նշույլ անգամ այլևս չի մնացել այդ մարդկանց մոտ։ Հիմա ես չեմ ուզում մեղադրական դիրքերից խոսել, սակայն ես փաստ եմ արձանագրում։ Եվ որևէ մեկը հույս չունենակ, որ այս համագարքի օրոք գլինեն փոփոխություններ եւ մենք կունենանք մեր պատկերացրած բանակը, որի արդյունքում նաեւ ինքնասպանությունները եւ այսպես ասած հնարավորինս այդ չեպեները քիչ կլինեն։ Դա մինչեւ այն ժամանակ, որ այս ռեժիմը գոյություն ունի, այս իրավիճակը շարունակվելու, ամփոփելով նաեւ միտքս ասեմ ցեզ, որ այս ռեժիմը բանակը չի բահբանում երկրի սահմանները պաշտպանելու նպատակով, ժողովրդին եւ հայրենի հողը պաշտպանելու նպատակով։ Այս ռեժիմը բանակը բահբանում է իր վերահսկելիությունը երկրեն ներս ավելացնելու նպատակով, ուրիշ նպատակ չունին։ Եթե սա է գլխավոր խնդիրը եւ նրանց քեր նպատակը իշխանությունը միշտ բահելն է իրենց ցերքում, բնականաբար այսպիսի դեպքերի մենք ոչ վերջինն է դժբախտաբար, այսինքն ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու 3 գիշերվա տեղի ունեցածը։ Դրա այդ դեպքերը եւս մեզ պետք է բոլորիս զգաստացնեն եւ ասեն, որ շուտ պիտի գնալ այլևս փոփոխության։ Մենք այլևս երկար ժամանակ չունենք։ Ես ներողություն եմ խնդրում, ուզում եմ մի քայլ հետ գնալ, այնտեղ նախորդ հարցը հնչեց, վարչապետի եւ նախագահի հետ կապված ձեր հարցին։ Ես կարծում եմ, որ մենք թվակողելու ենք մի նոր տնտեսական ճգնաժամի փուլ, որը արտահայտվելու է, որը արդեն նկատելի է բանկային համակարգի ճգնաժամով, եւ այստեղ կարծես թե առաքելություն պետք է ունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ես անխուսափելի եմ համարում բանկային համակարգի ճգնաժամը դա լինելու է։ Հիմա դա որ տեսակետից է կառավարելու Տիգրան Սարգսյանը, չեմ կարող ասել, այսինքն փորձելու է կառավարել, որ ճգնաժամը ընտանա եւ վերջակետին հասնի, թե փորձի հավասարակշռել, բայց վստահաբար մենք թվակողել ենք նոր տնտեսական ճգնաժամի փուլ, որը լինել է բանկային համակարգի ճգնաժամը։ Ոչս ուզում եմ ուղղել հատկապես գյումրեցիներին, քանզի մենք այսօր այստեղ ենք, արդարամիտ, արդար, համով հոտով գյումրեցիներին եւ մանավանդ հիասթափված գյումրեցիներին ամսինից հետո հիասթափված գյումրեցիներին կոչ ենք անում եւ վստահեցնում ենք, որ ամսինով ոչինչ չի սկսվել, ոչինչ չի ավարտվում եւ մենք շարունակելու ենք, երբեք չենք ընկրկելու, պարզապես կոչ եմ անում հետեւել մեր մամլո ասուլիսներին եւ մենք ձեզ կտեղեկացնենք, թե երբ եւ որտեղ մեր հանդիպումը տեղի կունենա Գյումրիում կամ որևէ սրահում կամ որևէ հրապարակում, եթե մեզ սրահ չտրամադրեն։ Ուրեմն եղեք մարտական եւ միշտ կապի մեջ մեզ հետ։ Նախախորհրդարանը ձեզ հետ է։ Նախախորհրդարանը ժողովրդի մի մասն է եւ նախախորհրդարանը դուք եք։ Մենք ուզենք հասնել դարան, հետո մի քանի ժամ պահեցին, հետո
հեռախոսով զրուցել ենք, բայց գուցե ընդհանուր մանրամասն իմանալ։ Հա, կարելի է անդրադառնալ, որովհետեւ դրա մեջ իստում է լավ պատկամ կա ժողովրդին։ Քիչ էլ երկար բահեն, ներսից հեղափոխությունը գտնի։ Այ, արդեն ընկեր Սեֆիլյանը անդրադարձավ այդ հարցին, կվգային իմ հետ բոլոր այն ժողովուրդը 18 հոգու ձերբակալեցին, տենց անվանենք։ Իդեպ հետաքրքիրն էր, երբ դիմում էինք իրանց ասում էինք ինչ եք մեզ բերման ենթարկել, իրանք ասում էին մենք ձեզ բերման չենք ենթարկել։ Չնայած բոլոր կադրում երևում է ոնց են բռնի ուժով տանում, ասում են վարչական գալանքի ենք վերցրել ձեզ։ 2 ժամ մնացինք սկիզբը, հետո վերջի մի ժամը արդեն գրավորն էինք գրում, անգեղծ եմ ասում, իրոք հեղափոխվել էր, նույնիսկ քնչագանի բաժնի պետը ինձ ասեց, ես անձամբ իմ օրինակով կարամ ասած, եղիա քեզ ինչի են բերել այստեղ, դու պետք է ասած ժողովրդի հետ խոսես, որ մենք հասկանանք, որ Հայաստանը դեպի անդունդ է գնում եւ ազգային զարթոնք պետք է ապրենք, մենակ դա կվկայի այն փաստը, որ մեզ թվացial այդ համակարգը, որի դեմ ժողովուրդը չի կարա պայքարի, դա այդքան էլ իրանցը չի այդ համակարգը։ Ես վստահ եմ եւ ոստիկանական համակարգում, եւ բանակում 80%-ը ժողովրդի կողքին է։ Երբ որ կա այդ քրիտիկական պահը, որ քիչ առաջ Ինգեր Սեֆիլյանը ասեց, առանց մի կաթիլ արուն թափելու շատ հեշտ է լինելու հեղափոխությունը, որովհետեւ դրանք բոլորը գալու են արդար ճիշտ ճանապարհին։ Եվ իրանք են ասելու Սերժիկներ, Բողոսներ, Պետրոսներ, հերացեք մեր երկրից։ Եվ դա իրականություն է, որովհետեւ հերիկա մենակ այսօր իրականությունից խոսած մատնացույց անելով թե Հայաստանը ինչ ուղի է գնում։ Բոլորը համոզվում են, դու շատ մեծ փաստերի կարիք չունես, մեկ չունես բնովելու ոչ մեկին։ Դու մենակ բնապահպանական իրականությունը այսօր Հայաստանի, եթե մատնացույց ասես վկա փաստերով, արդեն կհասկանան, որ բոլոր մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում, անկախ իրենց վարած պաշտոնից, որ իրանք են ապրելու այնտեղ, էլ չեն կարողանալու ապրեն։ Դրա համար հեղափոխությունը ժողովրդինն է լինելու։ Հեչ հաստատ արյան տապելու խնդիր չկա։ Ես մի փոքր օրինակ էլ կասեմ եւ վերջ։ Վիրագանի դեպքերը երևի բոլորդ իմացաք։ Տեսակ ժողովուրդը եւ գյուղացին ոնց կանգնեց թեգուզ Աղվան Հովսեփյանի հեքի դեմ եւ ոնց ջախջախեցին եւ դուրս հանեցին տրակտորները եւ դա վերջի դեպքը չի լինելու դեղանքային զարթոնքն է այսօր Հայաստանով մեկ ապրում առաջիկայում մայիսն է հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է եւ ինձ թվում է երբեք հիասթափվել բեք չի երբեք Հայաստանից գնալ բեք չի ավելին նա ով սիրում է նա պայքարում է մնացել է այն ինձ թվում է մնացել է այսօր Հայաստանում այն խավը որը հաստատ սիրում է Հայաստանը եւ ինքը ընդհանրապես հիասթափվելու կարիք չունի եւ ինքը պայքարելու է Հիմա դուք վարչական պատասխանատվության եւ այո ինձ եւ այդ 18 հոգուն 50,000 դրամ մենք բոլորս մերժում ենք չենք ընդունել Մենք չենք ընդունել, որովհետև իրանք հիմնավորել են վարչական քրեական օրենսգրքի 182-րդ կետը, որ մենք չենք ենթարկվել ոստիկաններին, շատ ակնհայտ երևում է ինձ ձերբակալած պահին, երբ որ ես քայլում եմ իմ երկու ընկերների հետ, ասում եմ ես դուն եմ գնում, Օսիբյանը եկավ, ասեց տարեք սրան։ Ինձ ոչ մի ոստիկան ոչ մի բան չասեց, որ ասենց արա։ Պարզապես ձեր քեզ ոլորեցին տարան, որ ժողովրդի մեջ չմնաս, որ ասում եմ, մարդիկ վախենում են, չեն ուզում, որ մենք շփվենք ժողովրդի հետ, որ երբ որ ժողովրդի հետ շփվես, իրան իրականությունն է, դու չես ասում դուրս արի սրա դեմ։ Դու ասում ես դու այսօր ապրում ես այս իրականության մեջ։ Երբ որ մարդը հասկանում է ինչ իրականության մեջ է ապրում, ինքը ուզում է արդեն մեխանիկորեն պայքարի, դրա մասին է խոսքը։ Դրա համար մեզ տանում են շուտ-շուտ։ Բայց ինչքան էլ տանեն, մենք ներսից հեղափոխություն կանենք, խնդիր չկա։ Վլադիմիր Կասպարյան օրինակ ռեգլում գործակալության հարցազրույց էր տվել Նեսիկ կապված։ Ինքը հազորաբար ասել էր, որ Նեսիկ Նազարյանի բիզնես ունենալու փաստը ինքը չի կարող որպես մարդ, որպես օրենքի մարդ հասկանում է իր անունով չի ձևակերպված, բայց որպես մարդ չի կարող աչք խփել։ Ձեր կարծիքով սա կամ Ռաֆի Հովհաննիսյանի հայոյերը նաև էս վարկածաշրջան արտեց կարող էին պատճառ հանդիսանալ, որպեսզի Երևանի նախկին ոստիկանապետին պաշտոնան կանեն։ Ներսիկ Նազարյանի գործ ազատելու մասին ես չեմ կարող ասել դա պատճառ կարող է հանդիսանալ, բայց այս թվում է ձևական փոփոխություններ, անկախ հիմա ինքը վարչապետին չփոխեց կամ զինված ուժերի նախարարին չփոխի, ինքը ձևական փոփոխություններ պիտի անի, որ ժողովրդին ասի, որ նայեք, ես գործ եմ անում, փոփոխում եմ։ Հիմա նույն Վլադիմիր Կասպարյանը ասա, ես որակավորվում եմ, դա ձևական բան, այս մարդուն հանում ես, այս մարդուն տնում ես, բայց ոչ մի բան չի փոխվում էական, այսինքն։ Բոլորը գիտեն։ Այսինքն դուք այդ դեպքն եք ուզում հիշել, հա Գրիշա Վիրաբյանի հետ կապված։ Դե քանի որ բոլորը գիտեն, թե Եվրոդատարանը այդ գործը փաստորեն քննել է եւ Հայաստանի կառավարությունը ստիպված մի քանի տասնյակ հազար եվրո պիտի վճարի, բոլորը գիտեն, թե ինչ է պատահել Գրիշա Վիրաբյանի հետ եւ Գրիշա Վիրաբյանի վկայությամբ այսօրվա Երևանի
ոստիկանապետը մասնակից է եղել այն խոշտանգումներին, որին ինքը ենթարկվել է 2000, եթե չեմ սխալվում, 4 թվականին։ Այսինքն այդ փաստը, ինչ որ ասվեց, ցինիզմի են որակը, որով փոփոխությունները այսօր արվում են, խոսում է այն մասին, որ ակնկալել լրջմիտ փոփոխություն ուղղակի միամտություն է։ Վլադիմիր Կասպարյանը նաև այդ Եվրադատարանի վճռի մասին մի ակնարկ արեց, ասեց մենք գիտենք ոնց են լինում այդ ակնարկները, մեր գործընկերները անում են, որպես իրենցից կոմնան, ասեն, որ աշխատում են եւ այլն, չեն կարծում, որ դա Եվրադատարանին, եվրոպական կառույցներին հստակ չգիտեմ Այդ ուղերձը մեր ժողովրդին է, ես կարծում եմ, ոչ թե Եվրոդատարանին, որովհետև եթե մենք այդպիսի աղաղակող դեպքեր ունենք, պատկերացնեք ինչքան դեպքեր կան, որոնք Եվրոդատարան չեն հասնում։ Ինչքան դաժանություններ են արվում, որոնց մասին շատ քիչ մարդ է իմանում։ Բայց ընդհանուր այն անարդարության մթնոլորտը, որը այսօր Հայաստանում իշխում է, այն անարդարության դեֆիցիտը, հա, որ գոյություն ունի, դա այն հիմնական շարժիչներից է, որը ժողովրդին արտագաղթի է մղում։ Ոչ միայն տնտեսական իրավիճակը, այլ անարդարության, այդ ծայրահեղ անարդարության իրավիճակը։ Ուրիշ հարցեր։ Մայիսի 9-ին դուք նկատի ունեք Ռաֆի Հովհաննիսյանի։ Ուրեմն, տեսեք, մենք մայիսի 9-ի վերաբերյալ, երբ որ մեր հայտարարությունը արեցինք, այն ժամանակ դեռ չգիտեինք, որ Ռաֆի Հովհաննիսյանը նույնպես մայիսի 9-ին ունի միջոցառում ազատության հրապարակում եւ բնականաբար, քանի որ իրենք ավելի շուտ էին դիմել, իրենք են անցկացնելու հանրահավաքը մայիսի 9-ին, իսկ մեր հանրահավաքը լինելու է մի փոքր ավելի ուշ մայիսի մեջ։ Մենք նոր դիմում ենք արել եւ ակնկալում ենք դա Երևանում, իսկ 9-ին հավանաբար կլինենք Գյումրիում։ Դուք ասում եք համակարգափոխություն, դուք ասում եք որ տեսլական կա, լրիվ հնարավոր է, որ այս իշխանությունները հետախուզման կանան կամ նրանց հասցնեն հետախուզման կամ ստիպեն, որ ինքը փլուսի։ Տեսնելով այն, քանիցս տեսնելով այս իշխանությունների համառությունը, տեսնելով մեկ ցուցահայտ իմաստ կարող անել 4-5 ուժային զինվոր կամ ոստիկան, տեսնելով նրանց համառությունը, այս համակարգին կարճած լինելու, այս համակարգը պահպանելու իրենց ձեռքում վերարտադրվելու անընդհատ, այդ տեսլականային փոքր իրավունք չեք անալու, անրեալիստական չէ։ Գիտեք ինչ, անրեալիստական է պատկերացնել, որ Հայաստանի նման երկիրը կարող է որպես բռնակալություն երկար գոյություն ունենալ։ Նման տարածաշրջանում, այդ դա ռոմանտիզմ է։ Չէ, հարաբերական չի, որովհետև մենք ապրում ենք հիմա շատ այսպես փոթորկուն մի տարածաշրջանում, որտեղ 4 կողմից կրակներ են եւ այդ կրակները մոտենում են Հայաստանի սահմաններին։ Հայաստանը այդ նման տարածաշրջանում գոյություն ունենալու համար, ել չեմ ասում, որ երկրի այդ փակությունը, հազար ու մի խնդիրները, որ կան, ուրեմն իր արտագաղթի հետ կապված բնակչության դրսում գտնվել եւ այլն, փակվել ինքն իր մեջ Հայաստանը չի կարող, ինչպես ասենք Հյուսիսային Կորեան։ Մենք չենք կարող նման պետություն լինել։ Ուրեմն բնականաբար, եթե երկու քայլ առաջ տեսնեք, կտեսնեք, որ ընդհատում գոյություն ունի ներկա վիճակի եւ նման հեռանկարի միջեւ։ Դա երկար շարունակվել չի կարող։ Երբ որ մենք ասում ենք, որ մարդիկ, որոնք այսօր, այսպես ասած, ադմինիստրատիվ լծակների վրա են նստած, նրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, սա նկատի ունենք, որ ասում ենք ինքնափլուզում կարող է լինել, բայց սա բոլոր թե ժողովրդի համար, թե ներկայիս ադմինիստրացիայի համար լավագույն լուծումը չի։ Եվ մենք կարծում ենք, որ ողջախոհությունը հաղթելու է Հայաստանում, բայց կամքը պիտի լինի ժողովրդի, ժողովուրդը ինքը պետք է իր կամքը պարտադրի, որովհետև իշխանության կրողը ժողովուրդն է եւ ոչ թե ադմինիստրացիան։ Սա ճիշտ է ոչ միայն Հայաստանի համար, այլև շատ ավելի լուրջ բռնակալական երկրների համար։ Հենց որ Հայաստանում պատկերացնել ձեր ասած կոշտ բռնակալությունը երկար ժամանակներով կարող է շատ կարճ ժամանակ տևի դա, բայց դա երկար չի կարող տևել։ Ոստիկանապետություն Հայաստանում որպես այդպիսին չի կարող երկար լինել։ Երևանի ավականուն դրությունները ձեր կարծիքով այս անգամ ՀԿ-ին կհաջողվի վերանշանավել կամ որ ասում եք ցինիկաբար անընդհատ վերանշանավել։ Կողքից ասենք
ԲՀԿ կամ մյուս ուժերը թույլ չեն տա կամ միգուցե ժողովուրդն է արդեն այնքան հաղթանակած, որ թույլ չտա նորից վերահաստատվելու։ ՀՀԳ-ին կհաջողվի ապահովել իրեն ենթակա մարդկանց քանակը ավականու այսպես ասած խմբի մեջ այդ ենթակա մարդկանց թիվը այսպես ասած ենթակա մարդիկ դրանց քանիսը կլինեն հանրապետական, քանիսը բարգավաճ, քանիսը օրինաց կամ այլ ուժերի, դա կարևոր չի, բայց որ նրանք այսօրվանից իսկ գիտեն ովքեր են լինելու մեծամասնությունը, դա փաստ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։